ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը Վլադիմիր Պուտինի գնահատմամբ պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է եւ զորքերը շարունակում են առաջխաղացումը ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Կրեմլի ղեկավարը սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Նա կրկնել է հակամարտության պատճառն այն է, որ Կիևը փորձում է մերձենալ արևմուտքի հետ, որը ըստ Պուտինի Ուկրաինան օգտագործում է Ռուսաստանի դեմ։ Կրեմլի ղեկավարը նշել է, Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների եւ դեմ չէ, որ Միացյալ Նահանգները միջնորդի դեր խաղա, սակայն վերջնական կարգավորման հասնելիս պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի պահանջները։ Խոսելով խաղաղության գործընթացի մասին, նա վերհիշել է 2022 թվականի Ստամբուլի բանակցությունները եւ պնդել, որ այդ ժամանակ կողմերն իսկապես մոտ էին համաձայնության։ Վլադիմիր Պուտինը նաև մեկնաբանել է մայիսի 29-ի գիշերը Ռումինիայի օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ների հայտնաբերման մասին լուրերը։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքին հարվածելու ընթացքում ռուսական ԱԹՍ-ներից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք։ Գերատեսչության տվյալով այն ընկել է հարավ-արևելյան Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի տանիքին։ Հրդեհ է բռնկվել, 2 մարդ վիրավորվել է, շենքի բնակիչները տարհանվել են։ Ռումինիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի կողմից լուրջ եւ անպատասխանատու էսկալացիա է որակել տեղի ունեցածը։ Ի պատասխան Բուխարեստը որոշել է փակել Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ-ն ուկրաինական է։ Ռուսաստանի նախագահը հորդորել է Բուխարեստին Մոսկվային տրամադրել անօդաչուի բեկորները ուսումնասիրության համար։ Ավելի ուշ Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ ԱԹՍ-ն կարող էր երկրի տարածքում հայտնվել ուկրաինական հոփամակարգերի գործարկման հետևանքով։ Այս ֆոնին Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է ԱԹՍ-ների դիտարկման եւ հայտնաբերման առաջին սարքավորումները։ Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին, էներգետիկ, տրանսպորտային եւ վառելիքային ենթակառուցվածքների օբյեկտներին, հայտնել է Դաշնության ՊՆ-ն։ Ի պատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին Ուկրաինայի հարձակումների Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված է հասցրել օբյեկտների, որոնք օգտագործվում են ելնելով Ուկրաինայի զինված ուժերի շահերից։ Հարվածները հասել են թիրախներին, ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ անցած գիշերվա ընթացքում հոբ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի եւ Ազովի ծովի ջրային տարածքում ոչնչացվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տագանրոգի նավահանգստում լցանավ ու վառելիքով լի ջրամբարներ են հրդեհվել, վնասվել են բնակելի կառույցներ, կան վիրավորներ։ Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու, Truth Social էջում գրել է Դոնալդ Թրամփը։ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի, նավերի անցումը լինի անվճար եւ անարգել։ Իրանը պետք է հեռացնի նեղուցում մնացած բոլորականները, հավելել է ԱՄՆ նախագահը։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգներն Իրանից կհեռացնի եւ կոչնչացնի հարստացված ուրանի պաշարները Թեհրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սերտ համակարգմամբ։ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ ավելի պակաս կարևորության կետերի շուրջ արդեն համաձայնություն ձեռք բերվել։ Թրամփի խոսքով մոտ ապագայում ինքը վերջնական որոշում կկայացնի Իրանի հարցով։ Ավելի վաղ Վաշինգտոնից նախազգուշացրել էին, որ կվերսկսեն ռազմական գործողությունները, եթե արդյունավետ գործարքի չհասնեն։ Իրանական կողմը եւս հայտարարում է պայքարը շարունակելու պատրաստակամության մասին։ Նաեւ Թեհրանից նշում են, որ այժմ կենտրոնացած են հակամարտության դադարեցման վրա եւ չեն քննարկում ուրանի հարստացման թեման։ Այս ֆոնին ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդի դեր ստանձնած Պակիստանի արտգործնախարարը մեկնել է Վաշինգտոն, հանդիպել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ Իրանի շուրջ իրավիճակը։ Դիանա Գասպարյան, լուրեր։